Ցնցված են ազնվաձորցիները փոքրիկ Մարիայի առեղծվածային մահվան լուրից։ 6-ամյա աղջնակին, որը հարևանների խոսքով այնքան նման էր հորը, կհուղարկավորեն հենց այս գյուղի գերեզմանատանը, հոր կողքին։ Շատ լավ ընտանիք է, նորմալ, շատ լավ պահել են երեխեքին, տատիկն ու պապիկը, ուշադիր ամեն հարցում։ Լավ են եղել, նորմալ, ոչ մի վատ բան չենք կարող ասենք իրանց մասին։ 6-ամյա Մարիային հայտնաբերել է քույրը, բակում խաղալիս է եղել փոքրիկը։ Մեր լսելով ասում է ինչ-որ բանա ջոջանակ է նստած, բարանը իրենով է տվել, չի հասցրել, որ բարանը քաշի։ Գյուղում մարդիկ շոկի մեջ են, ասում են երեխայի 29-ամյա հայրն էլ ավտովթարից է մահացել, երբ երեխան ընդամենը 20 օրական է եղել։ Այստեղ պատմում են, որ հայրական տատի ու պապի խնամքի տակ երկու քույրերն էին մեծանում։ Մարիան էլ հաճախ էր մնում տատիկ-պապիկի տանը Ազնվաձորում։ Ճակատագրական օրը աղջնակը մոր մոտ է եղել Վանաձորի բուլղարական տնակում։ Ընտանիքի մասին գյուղում միայն դրականն են հիշում։ Աշխատավոր ընտանիք, կինը աշխատում է ֆաբրիկայում, այդ մարդը տեղը աշխատում իրանց տղեն զոհված որ նա ավարիա էր, տվել շուտված այդ խիքի։ Իրանք այդ երկուսին են, այդ մեկի ուսից կամ չեմ տեսել։ Գյուղացիներից մեկն իր հուզմունքը մեզ հետ կիսեց առանց տեսախցիկի։ Ասում է, երբեք նման բան գյուղում չի եղել, եղածը շատ ծանր է իր համար, անգամ խանութ գնալու համար շրջանցում է ճանապարհը, որ իրենց տան մոտով չանցնի։ Ընտանիքի մասին վատը ոչ մեկ չի կարող ասի, իրանք հանգիստ աշխատող ընտանիք է եղել, երեխաներն եկել են, խաղացել են խաղահրապարակում, շատ զուսպ, հանգիստ, ինչ-որ անախորժ բաներ դեպքեր չի եղել, որ իրանք ներկայություն, իրանք մասնակցություն ունենան։ Թե իրականում ինչն է դարձել փոքրիկ Մարիայի մահվան պատճառը եւ արդյոք կան մեղավորներ, կպարզի դատաբժշկական փորձաքննությունն ու իրավապահների սկսած նախաքննությունը։ Առայժմ Ազնվաձորում սգում են 6-ամյա աղջնակի անժամանակ ու առեղծվածային մահը։